Ալթերոստանգերության եթերում բազմակետ հաղորդաշարի հերթական թողարկումն է, բարև ձեզ։ Մեկ ամսից էլ քիչ է մնում սահմանադրական բարեփոխումների նկատմամբ հասարակության դիրքորոշման արտահայտմանը։ Անկեղծ ասած, հատկապես մարզի հասարակությունը գոնե անհրաժեշտ տեղեկատվություն չունի, որպեսզի կողմնորոշվի այոյի եւ ոչի միջև։ Մեր քննարկման նպատակն է հասարակությանը տեղեկացնել առաջարկվող սահմանադրության կարևորագույն դրույթներն իրենց առավելություններով եւ թերություններով, եթե այդպիսիք կան։ Այդ նպատակով հարգելի հեռուստադիտող տաղավար ենք հրավիրել հրապարակախոս Զառա Հովհաննիսյանին եւ Արմավիր քաղաքի 8-րդ դպրոցի տնօրեն Աննա Խաչատրյանին։ Բարև ձեզ հարգելի հյուրեր, շնորհակալություն հյուրընկալվելու համար։ Առաջին հարցը, որն ուզում եմ ուղղել, կողմ եք թե դեմ սահմանադրական փոփոխություններին եւ ինչու։ Սկսենք ձեզանից, հա։ Այո, իհարկե։ Արդեն այն, որ դուք ի սկզբանե բացման խոսքում նշեցիք, որ այսքան քիչ ժամանակ է մնացել հանրաքվեին, իսկ հանրությունը դրանից գրեթե անտեղյակ է, դա արդեն ինչ որտեղ պատասխան է տալիս գործընթացի հիմնական բնույթի եւ թերությունների վերաբերյալ։ Այն, որ նախագիծը բխած չէ հենց հանրային դիսկուրսից, այն, որ հենց հանրությունը չի ձևավորել այն ցանկությունը, այն բխումը, այն հիմնավորումները, որ սահմանադրությունը պիտի փոխվի, վերջո ինչ է սահմանադրությունը, դա հանրային պայմանագիր է, պայմանագիր հանրության ցանկացած անդամի միջև եւ պայմանագիր, ըստ որի պիտի ձևավորվի երկրում իշխանություն։ Դա ժողովրդավարական մի մոտեցում է եւ այդ հենց ժողովրդավարականության դրույթը արդեն խախտված մտնել սահմանադրական փոփոխությունների, միևնույն ժամանակ հանրային իրազեկումը չկատարել, բավարար եւ այն, որ իսկապես հանրությունը ամբողջովին պատրաստ չէ այս process-ի մասնակցելու, ես հենց հիմա ունեմ ինձ մոտ հարցման արդյունքներ, հետազոտական տվյալներ, բարեփոխումների վերաբերյալ եւ այդ հետազոտությունները ասում են այն մասին, որ հանրությունը իր խնդիրների, իր երկրում գոյություն ունեցող արարածների, հիմնախնդիրների լուծման բանալին սահմանադրական փոփոխությունները ամենևին չի համարում։ Այսինքն ես հիմա խոսում եմ հիմնականում ոչ դրական դիրքերից, այսինքն ոչի դիրքերից։ Շնորհակալություն Տիկին Հովհաննիսյան, հետազոտության արդյունքներին մենք դեռ կանդրադառնանք, ես կարծում եմ անտարբերությունը նաև սոցիալական կարգավիճակի, հա, ծանր սոցիալական վիճակից է բխում հասարակության։ Մենք դրան կանդրադառնանք, լսենք Տիկին Խաչատրյանին, տեսնենք կողմ է եւ ինչու եւ արդյոք համամիտ է, որ հասարակությունը այնքան էլ տեղեկացված չէ սահմանադրական բարեփոխումների մասին եւ արդյոք համամիտ եք Տիկին Հովհաննիսյանի հետ, որ իսկապես հանրությանը չի հետաքրքրում այս պահին ամենայն դեպս այդքան էլ չի հետաքրքրում այս փոփոխությունները կամ դրա կարիքը չկար, հա, հանրության շահից չի բխում։ Հանրատներ են երկրում կուտակվել, որ այդ բանալին սահմանադրական փոփոխությունների մեջ չէ, այլ երկրում գործող քաղաքական պրակտիկայի մեջ։ Շնորհակալություն, լսենք Տիկին Խաչատրյանին։ Նախ շնորհակալություն հայտնում հրավերքի համար, շատ հաճելի է։ Ուրեմն բոլոր պետություններում հասարակական զարգացման զուգընթաց անհրաժեշտություն է առաջանում սահմանադրական փոփոխությունների, երկրի հիմնական օրենքի հետ կապված փոփոխություններ, օրինակ 1995 թվականին, երբ որ ընդունվեց սահմանադրությունը, իսկ փոփոխությունների ենթարկվեց 2005 թվականի նոյեմբերի 27-ին, բավականին տարբերություն կար երկուսի մեջ։ Դա նշանակի նոր փոփոխված սահմանադրությունը բավականին առաջ էր նախորդ սահմանադրություններից։ Այսինքն 10 տարի անց նորից անհրաժեշտություն կար փոփոխությունների։ Առաջացավ նոր փոփոխությունների։ Ուրեմն զարգացող, դինամիկ զարգացող հասարակության մեջ բնականաբար պիտի լինեն փոփոխություններ։ Իսկ այդ փոփոխությունները այսօր նորից ես ակնկալում եմ դրական փոփոխություններ, որովհետև ծանոթ լինելով սահմանադրությանը, ես տեսա այն կարևոր կետերը, հատկապես կառավարման համակարգում, մարդու իրավունքների պաշտպանության մեջ, որ դրական տեղաշարժերը մեծ են լինելու, իսկ արդյունքների մասին պիտի օրենքը կայանա, գործի, որպեսզի արդյունքներին ականատես լինենք։ Կետ առ կետ կանցնենք, հա, այդ դրական փոփոխությունների մասին, հա, իհարկե կարելի է, խնդրեմ։ Ամեն դեպքում ես կուզեի հակառակվել ձեր տեսակետին, որովհետև ի վերջո անգամ այնտեղից, որտեղից բխել է սահմանադրական փոփոխությունների առաջարկը իշխանական օղակներից, նրանք չեն հիմնավորել, թե այդ որ կետում, որ պահին, քաղաքական որ ճգնաժամի ժամանակ է սահմանադրությունը, որ չի կարողացել լուծել դա։ Այնուամենայնիվ, որ դուք ասում եք զարգացող երկրներում անդադար անհրաժեշտություն է, անգամ իշխանությունը չի հիմնավորել մինչ այժմ, թե
որն է այդ անհրաժեշտությունը։ Ուրեմն տեսեք ինչ է ստացվում, ասեմ, մենք փաստորեն նոր սահմանադրությամբ կիսա նախագահական վիճակից անցում ենք կատարում պարլամենտական երկրի, իսկ պարլամենտական երկրում օրենսդիրի առավելությունը գործադիրի, այսինքն գործադիրը փաստորեն ենթակա է օրենսդիրին, կնշանակի հարցերը չի լուծվում մեկ մարդու միջոցով, որը կարող է ինչ-որտեղ սխալական լինի երկրի եւ ժողովրդի համար։ Այս պարագայում պետք է հարցը դնի քննարկման եւ քննարկվի բավականին արդեն մեր համար այն մեր ընտրած կուսակցության ներկայացուցիչները պետք է մտածեն եւ ճշգրիտ ձևով հարցը լուծեն, դնեն քննարկման, իսկ ձայների մեծամասնությամբ բնականաբար օրենքը եթե անցնի, ուրեմն ամեն ինչ նորմալ կլինի։ Այսինքն փոփոխված սահմանադրությամբ կառավարման այս մոդելին դուք կողմ եք։ Ես կողմ եմ միանշանակ, որովհետեւ օրինակը արդեն մենք ունենք եվրոպական երկրների, հենց թեկուզ Գերմանիայի, Հունգարիայի, Հնդկաստանի, որ ավելի առաջադեմ է պարլամենտական։ Իսկ մենք չենք հաշվի առնում, թե այդ երկրները ինչ էվոլյուցիա են անցել։ Ինչ եք մտածում, Հնդկաստանի նման երկիրը մեծ էվոլյուցիա է ապրում։ Հələ տեսեք դուք Հնդկաստանի մի հատ վերցրեք Հնդկաստանի։ Հիմա ես դες մի հարցամ, ժողովրդավարական երկիր ինչ է նշանակում, որովհետեւ ժողովուրդը ավելի շատ է մասնակցում որոշումների եւ նաև ընտրություններին, հա։ Երկրությունները պակասում են։ Երկու կարևորագույն ընտրություն, հա։ Պակասի ինչ պարտադիր էր, որ նախագահին ընտրեր ժողովուրդը։ Հիմա այս պահին ժողովրդավար Ինչ եք մտածում, հակառակն է։ Անգամ հանրակրի իրավունքն է վերցված։ Դուք այսօր գնում եք ընտրության, ասում եք իրազեկված չի ժողովուրդը։ Միգուցե դուք շփվել եք այն մասի հետ, որ այդ կարծիքին եք, բայց իմ շփումը այդ ես ինտելիգենցիայի հետ եմ շփվում։ Օրինակ, չէ, հարստություն չէ, ես իմ շրջապատում, իմ ընկերության մեջ Չէ, պրոցես դուրս գանք։ Օրինակ իմ կարծիքով երկիրն ավելի ժողովրդավար է համարվում, երբ հասարակությունը մասնակցում է երկրի կառավարմանը իր քվեով։ Այս դեպքում փոփոխված սահմանադրությունով երկու կարևորագույն ընտրություններ փաստորեն տեղի չի նախատեսվում։ Դա երկրի նախագահի ընտրությունը եւ համայնքի ղեկավարի։ Ես չգիտեմ, փոքր քաղաքներում եւս կկիրառվի թե ոչ, երևի սահմանադրական փոփոխությունների դեպքում դրույթների հնարավոր է նաև անցկացնել ազգային ժողով, այսինքն հանրակրվեի այս խնդիրները դուրս գալիս։ Եվ այստեղ նաև կարելի է նույնիսկ անցնել ուղղակի եւ անուղղակի ընտրություններին, դա արդեն համայնքներում, հա, ավելի փոքր համայնքներում, սա այս փաստը իմ կարծիքով ենթադրում է, որ նահանջ է ժողովրդավարությունից։ Ես հարգում եմ բոլոր կարծիքները, յուրաքանչյուր մաս իր իհարկե, բնականաբար դուք կարող եք արտահայտել ձեր կարծիքը, կլսենք ձեզ, հետո ձեզ առաջան։ Խնդրեմ, հարցը ժողովրդավարությունից նահանջ չի այն փաստը, որ երկու ընտրություններ ի վերջո փոփոխված սահմանադրությունով չի։ Համարում եմ, որ նահանջ չի, որովհետև այսօր եթե նախագահի լիազորությունները սահմանափակվում է, կրճատվում է եւ մեծ լիազորություններով հանդես է գալու մեր ազգային ժողովը, ազգային ժողովում լինելու են 3 փոխխոսնակ, որոնցից մեկը անպայման լինելու է փոքրամասնության ներկայացուցիչը։ Չէ, փոքրամասնության չէ։ Ազգային ժողովում կլինեն ներկայացուցիչներ փոքրամասնությունից, ազգային փոքրամասնությունից, բայց ազգային ժողովի փոխխոսնակ կլինի երրորդ փոխխոսնակը կլինի ընդդիմությունից։ Ճիշտ եմ հիշում, չէ։ Այո, ընդդիմությունից հենց եւ հարցերը կլուծվեն արդեն ոչ թե անհատական գաղափարների շուրջ, այլ հիմնականում լուրջ խնդիրների, լուրջ հարցերի քննարկում կլինի եւ ազգային ժողովում ինձ թվում է, որ անպայման մեծ բարեփոխումներ լինելու են անպայման։ Նաև սահմանադրությունից ելնելով շատ օրենքներ փոխվելու են եւ ավելի դրական ազդեցություն են ունենալու մեր պետության վրա։ Շնորհակալություն ձեր կարծիքով։ Լավ, ես ուզում եմ մեկ հարց տալ ընդհանրապես մեր մասնակցին հաղորդման։ Դուք երբևէ մտածել եք այդ ինչու այն մարդը, որ ուներ գերլիազորություններ եւ հնարավորություններ միանձնյա որոշումներ կայացնելու, ինչից բխելով, իր մոտ ինչ փոփոխություն տեղի ունեցավ իր անցած ճանապարհից ելնելով, որ ինքը մաղվեց դեպի սահմանադրական փոփոխություններ։ Երբևէ մտածել եք դրա մասին։ Դուք էլ ես ուզում եմ նշել, որ դուք էլ եթե հարցեր կունենաք Տիկին Հովհաննիսյանին կարող եք ուղղել, հա,
միմյանց լրացնելու, եթե էլի ասելիք կունենաք, խնդրեմ, այդ հնարավորությունը ձեզ տրված է։ Հիմա ես մտածում եմ մեր ղեկավարությունը կոնկրետ դուք ի նկատի ունեիք, հա, նախագահի ինքն է հայտարարել սահմանադրական փոփոխությունների մասին։ Անձամբ դուք լսել եք, ինքը հայտարարել է։ Ես մտածում եմ, որ դա մի րոպե, դուք ամբողջ քաղաքական գործընթացին լավ չեք տիրապետում, երևի չգիտեք, ես ձեզ հիշեցնում։ Սեպտեմբերի 3-ին, երբ գնաց Սերժ Սարգսյանը Մոսկվա եւ Պուտինի կամքով։ Լավ, դուք քննարկում եք արդեն հարցեր, որոնք մենք չպիտի քննարկենք։ Մենք չպիտի նման հարցերը քննարկենք։ Ես կարծում եմ, ես առաջարկում եմ բավականին երկար ժամանակ քաղաքական գործիչ լինելով Սերժ Սարգսյանը եկել են եզրակացության, հա, եթե այդ եք ուզում, որ պիտի այսպես լինի։ Լավ, ես սահմանադրական փոփոխությունների, չէ, բայց ես չեմ ասում դա, դուք եք ասում։ Ես առաջարկում եմ կոնկրետ փոփոխությունների մասին խոսել։ Որովհետև հաջորդ օրը գալիս է Հայաստան, ասում են նախ փոխվել է երկրի արտաքին քաղաքական կուրսը, երկրորդ ես հայտարարում սահմանադրական փոփոխությունների մասին։ Հետո հաջորդում է հանձնաժողով, ըստ այդմ հանձնաժողովը ևս լեգիտիմ չէ, որովհետև 9 հոգանոց մասնագիտական խմբում 7 պետական պաշտոնյաներ են, անկախ փորձագետները ընդհանրապես երկուսն են, որը բավականին թույլ ներկայացվածություն է հանրային, միևնույն ժամանակ միանձնյա ղեկավարված այդ հանձնաժողովի նախագահը սահմանադրական դատարանի նախագահն է։ Եկեք ավելի կոնկրետ խոսենք ձեր տեսակետից առավելությունները որոնք են, թվարկենք մի քանի առավելություններ փոփոխություններից, ձեր տեսանկյունից թվարկենք մի քանի թերություններ, հա։ Խնդրեմ, հենց քիչ առաջ արդեն ասացի, կիսանախագահական երկրից անցում են կատարում պարլամենտական երկրի, հաջորդ փոփոխությունը, որը դրական եմ գնահատում մարդու իրավունքների պաշտպանության հետ է կապված, դատական համակարգի մեջ լուրջ փոփոխություններ են նախատեսված, նախկինում եթե միանձնյա որոշումներ պիտի կայացվեր այժմ ազգային ժողովի համաձայնությամբ, այնտեղ տեղական ինքնակառավարման մարմինների հետ կապված մի խոսքով շատ են փոփոխությունները։ Դուք գտնում եք, որ ժամանակի պահանջ է սահմանադրական։ Ժամանակի պահանջ է յուրաքանչյուր սահմանադրական փոփոխություն։ Խնդրեմ Տիկին Հովհաննիսյան։ Սկսեմ նրանից, որ մեկ կուսակցության գերիշխանությունը, երբ պարտադիր է, որ կուսակցությունը ձևավորի մեծամասնությունը ազգային ժողովում, արդեն իսկ հակասում է ժողովրդավարության սկզբունքներին։ Եվ դա առաջընթաց ես գնահատել չեմ կարող, որովհետև դա մոտավորապես մեզ հիշեցնում է խորհրդային ժամանակահատվածը, երբ սովետական միության ժամանակ կոմունիստները համարվում են ներողություն, դա տարբեր բաներ է, ներողություն։ Նա մեն իշխանության ժամանակաշրջան է եղել ընդհանրապես բազմակուսակցությունը, երբ որ 1991 թվականի փետրվարին մենք ընդունեցինք, դա իրոք մեր համար կարևոր երևույթ էր մեր պետության համար։ Իսկ այնտեղ իրավունք չկար։ Նա մեն իշխանությունն է, այստեղ մեն իշխանության խնդիր չի։ Ամեն դեպքում լսենք, վերջացնենք, հետո կավելացնենք։ Դուք սահմանադրական իրավունքի մասնագետ եք, հա։ Ոչ, ես պատմաբան եմ։ Խորհրդային շրջանից որ խոսեցիք, դրա համար ես արդեն համեմատել է հետեւությունը։ Լավ, լսենք Տիկին Հովհաննիսյանին, հետո եթե ավելացնելու բան ունեք Տիկին Խաչատրյան։ Կուսակցական համակարգերը մեր կուսակցությունները ընդհանրապես կայացված չեն։ Չկա գետ մեկ կուսակցություն, որը հանրային լայն շերտերով ներկայացնի։ Միևնույն ժամանակ հանրապետական կուսակցությունը Չեք կարծում, որ դա ներողություն եմ խնդրում, չեք կարծում, որ դա կուսակցությունների խնդիրն է։ Ոչ, չեմ կարծում։ Ինչ կարծում եմ պայմանների խնդիրն է, երբ առաջանում է մի օր կուսակցություն, հնարավորությունների սահմանափակում։ Դա իրանց խնդիրն է, եթե օլիգարխիա կա, թող խախտահարեն իրանք են դառնան հասկանում եք, դուք ինչ խնդիր։ Ես ուզում եմ հեռուստադիտողը անհավասար մրցակցության խնդիր է։ Եթե մեկ կուսակցության մեջ գերկենտրոնացված է երկրում տնտեսվարող սուբյեկտների մեծամասնությունը, գերկենտրոնացված է երկրում քաղաքական ռեսուրսի մեծամասնությունը, իշխանական ռեսուրսի, վարչական ռեսուրսի մեծամասնությունը, ոնց կարող ենք մենք այլ կուսակցություններին հնարավորություն տալ զարգանալու։ Կարծես դուք պատկերացրեք, մեկ քաղաքում կա երկու սուպերմարկետ, հսկա, գերհսկա, ինչպես կարող է զարգանալ փոքր եւ միջին բիզնեսը այդ պարագայում։ Ես չեմ հակադարձում, բայց ուզում եմ մի օրինակ բերել։ Կուսակցությունների անունները տալուց եմ զերծ մնում, բայց հնարավորությունների չեմ ժխտում, հնարավորությունների լայն ու նեղ շրջանակներ գոյություն
ունեն, իսկապես ունեն, բայց կան կուսակցություններ, որոնք իսկապես կամ մեծ հնարավորություն պետք չի կամ իսկապես հնարավորություն ունեն մարզերում դրսևորվելու, գոնե լինելու, գոնե, չգիտեմ, ներկայանալու, բայց զերծ են մնում դրանցից եւ իրենք ակտիվանում են, կարող եք հերքել, նայեք այդ կուսակցությունների տնտեսական հնարավորությունները։ Այո, կուսակցություն կար, որը հնարավորություն ուներ, մեկ երկու դաշնակցությունն է հիմա, ես արդեն բարավաճի մասին չեմ խոսում, որտեղ դա ոչնչացվեց, մինչ սահմանադրական փոփոխությունները այս գործընթացներ գլորվում, մեկ կուսակցություն կա, որ իր ռեսուրսով կարող է ինչ-որտեղ մրցակցել, հանրապետական, այնը չի կարող մրցակցել, որևէ կերպ, որովհետև չի ուզում մրցակցել, թե ոչ, որտեղ վարչական ռեսուրսի տեսանկյունից հանրապետական կուսակցությունը որպես սեփականություն անգամ տարածքներ ունի բոլոր մարզերում, եւ դա արդեն իսկ մեծագույն առավելություն է ցանկացած կուսակցության նկատմամբ։ Լավ, իսկ մենք խոսում ենք նրա մասին, որ պարլամենտական պետությունը դա կուսակցություններով ստեղծվող, կուսակցությունների միջոցով քաղաքականություն անող պետություն է, եթե չունենք մենք հավասար հնարավորություններ մրցակցելու, ինչպես ենք մենք դա անելու, մեկ։ Երկրորդը մենք չունենք հնարավորություն, մենք նստած ենք 3 կինեստեր, որևէ մեկս ես վստահ եմ, չունենք այնպիսի մի հզոր մասնակցություն եւ հնարավորություն մրցակցելու որևէ տղամարդու հետ երկրում։ Հիմա կասեք դրա համար մեղավոր են կանայք, չէ, դրա համար մեղավոր չեն կանայք, դրա համար մեղավոր է այն համակարգը, որը կանանց դնում է որպես 6-րդ երկրորդ, մի քիչ շատ եք ընթացքում երբ հասնում ենք մենք պարլամենտ, այն պրակտիկան է մեղավոր, որ կանոջ ասում են դու հրաժարվի քո մանդատից, այսինքն այստեղ անհավասար կրկին անհավասարության պայմաններ։ Մենք այդ հնարավորությունների բացակայության պարագայում համարենք, որ մենք կարող ենք պարլամենտական պետություն այս պայմաններում, դա ուղղակի ուտոպիստական ինչ-որ վիճակ։ Հաջորդ հարցը, որն ուզում եմ ուղղել, ես պարզապես կողմնակից եմ մի քիչ ավելի տեղայնացված զրույցը շարունակենք եւ մարզի ազգաբնակչությանը շատ ավելի տեղային խնդիրները կհետաքրքրեն։ Նախ փոփոխված սահմանադրությունը սովորական հասարակ քաղաքացու մարզի ազգաբնակչության կյանքում ինչ պիտի փոխի, այսինքն չգիտեմ սոցիալական վիճակ եւ այլն, որևէ նման բան ենթադրվում է թե ոչ։ Եթե ընդհանրապես չի ամրագրված, որ աշխատավարձը պետք է լինի, որ պետությունը ապահովում է, որպեսզի վերահսկի այդ աշխատավարձի դրումը, նախ ամենակարևորը, որ եթե առաջընթաց ենք համարում մարդու իրավունքների բաժինը, դա բաժանվել է երկու մասի հիմնարար իրավունքները մի կողմ, սոցիալական իրավունքները մի կողմ, սոցիալական իրավունքների ասացումը կետեր կան։ Միևնույն ժամանակ բոլոր կետերից հետո գրված է, որ դա պիտի սահմանվի օրենքով։ Ինչ օրենք կգրվի երկրում էլի գործող արատավոր պրակտիկայի շրջանակում, արդեն մենք կարող ենք ենթադրել, եթե այսպիսի սահմանադրություն է գրվել, պատկերացնենք, թե ինչպիսի օրենքներ կգրվեն։ Միևնույն ժամանակ երկրում չի ապահովում մարդու մաքուր բնական միջավայրը, որպես պետությունը պիտի կանգնի չէ դրա հետևում, պետք է ասի իմ երկրի բնակիչները, քաղաքացիները չպիտի ապրեն աղտոտված պահպանական միջավայրում, եւ դա բավական ոչ հետընթաց է, ոնց կարելի է մարդու իրավունքների տեսանկյունից համարել։ Միևնույն ժամանակ ասում եք տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման տեսանկյունից, արդեն մարզպետի կարգավիճակ է դառնում, նշանակովի պաշտոն կարելի ասել, ինչպես եթե այդ մեթոդը կիրառվի գյուղական համայնքներում էլ, այստեղ բոլորս էլ գիտեն գյուղական համայնքներում ավականին ինչպես են տրվում, ովքեր են լինում ավականու անդամները եւ հանրապետականները որքան շատ են։ Բացի հանրապետականները համայնքներում ավականու անդամները բարեկամ, չգիտեմ, հարևան եւ այլն այդ սկզբունքն էլ կարելի է հաշվի առնել։ Լսենք Տիկին Խաչատրյանին, Տիկին Խաչատրյան, ձեր կարծիքով փոփոխված սահմանադրությունը մարզի ազգաբնակչության, կյանքում որևէ բան կփոխի դեպի դրականը, դեպի ակնկալում եմ, որ անպայման որոշակի պայմաններ կստեղծվեն այդ ձեր ասած տարբերությունները վերացնելու համար, իսկ ինչ վերաբերվում է սահմանադրությանը, կներեք, որ շեղվում եմ, բնականաբար ծանոթ են, թե ծանոթ չի ժողովուրդը, ես կուզենայի, որ մի քիչ ավելի ակտիվ լինեին մեր հասարակական կազմակերպությունները։ Այո, գործող սահմանադրությանն էլ առանձնապես ծանոթ չի հասարակությունը։ Շատ լավ պրոյեկտ էին մշակել մեր պատգամավորները, որ պիտի այցելություններ հյուսիս-հարավ ուղղությամբ, իրենք հենց ժողովրդի հետ հանդիպման ժամանակ ավելի
ճշգրիտ ձևով կներկայացնեն, եթե որոշակի առումով ծանոթ չեն, իսկ հասարակական կազմակերպությունները, մեր ժուրնալիստները, մեր սոցցանցերում ավելի մի քիչ ակտիվ լինելու դեպքում այդ կարծրատիպը կվերանա։ Ինչու են լռում հասարակական կազմակերպությունները։ Ես չեմ կարող որևէ մեկի անունից որևէ բան խոսել։ Բայց ամեն դեպքում պասիվությունը, անտարբերությունը դուք կապում եք ենթադրենք հասարակական կազմակերպությունների հետ, պասիվության հետ, քարոզչության հետ եւ ժամանակը այնպեսին է, եւ ժողովուրդը ինքը մի քիչ այսօր զբաղվածության առումով, հատկապես գյուղացին, բնականաբար աշուն է, աշնանամուտ է, զբաղված է իր բերք ու բարիքի իրացմամբ կոնկրետ մեր տարածաշրջանում, ինչ որտեղ դա կարող է հանդիսանալ, որ իսկ հեռուստատեսությունից, սոցցանցերից բավականին շատ ինֆորմացիա ստանում են։ Շնորհակալություն, մեր նպատակը եւս տեղեկատվություն ապահովելն է հեռուստադիտողի մոտ եւ հաջորդ հարցը, որն ուզում եմ ուղղել, գործող շարունակեք, շատ կարճ։ Շատ տարօրինակ է, որ պետությունն իր քրթական ֆունկցիան դնում է հասարակական կազմակերպությունների վրա, որովհետեւ այս սահմանության փոփոխությունների նախագիծը ամենևին չի բխել հասարակական սեկտորից, քաղաքացիական հատվածին հարաբերի չի մասնակցել ոչ մշակմանը, ոչ ամբողջ ընթացքին եւ երբ ընդհանրապես հայտարարվում է նմանատիպ փաստաթղթի մասին, արդեն պետությունն իր վրա է վերցնում հանրությանը հասցնել, եթե այս փաստաթուղթը ընդամենը 1 ժամ առաջ է դրվել ազգային ժողովի պատգամավորների առջև, որպեսզի քվեարկեն, ինչ է պահանջում այդ պետությունից։ Այսինքն դուք համոզված եք, որ հասարակական կազմակերպությունը այս ոլորտում որևէ անելիք չունի։ Ոչ թե չունի, այլ անում է առավելագույնը։ Ես մասնակցում եմ քաղաքացի դիտորդ նախաձեռնությանը, որը այժմ մինչ հանրակրվեն, որ նաև պաշտպանելու է որպես քաղաքացիական դիտորդական առաքելություն, գնում են բոլոր մարզերում հանդիպումներ են ունենում, որպեսզի մարդիկ ծանոթանան ինչ որտեղ, բայց դա վերցրել ենք մենք ինքնական մեզ վրա եւ ոչ թե վերցրել ենք, որովհետեւ դա մեզնից է բխել այս փաստաթղթը։ Շնորհակալություն, եթե կարելի է կներեք ինչ եք կարծում, ինչպես պետք է կազմվեր սահմանադրության այդ նախագիծը։ Ժողովուրդը պետք է լսումների միջոց չէ։ Դուք չեք պատկերացնում։ Չէ, ես ես հարց եմ տալիս, որտեղ այնտեղ սխալ ինչ-որ բան լսեցի։ Ինչ լսեցի, կոնկրետ ասեք, ինչա։ Չի բխել քաղաքացիական հանրություն։ Քաղաքացիական հանրությունը իրենից ներկայացնում է քաղաքացիական խմբեր, որոնք գործում են կոնկրետ ոլորտներում։ Դրանք ՀԿ-ներն են։ Դրանք ոչ ֆորմալ քաղաքացիական կառույցներ են։ Իրենք չեն մասնակցել։ Ոչ մեկը չի մասնակցել, ոչ մշակմանը այս փաստաթղթի, ոչ ձևավորմանը, ոչ էլ բխել են այս դրույթները քաղաքացիական հանրության կողմից բարձրաձայնված հարցերից։ Դուք ուզում եք ասեք լսումներ են եղել, հա, փոփոխությունների վերաբերյալ, դա եք ուզում։ Այո, չեն եղել, իհարկե չեն եղել, դա եղել է ազգային ժողովում մեկ անգամ, մարզերում եւս սահմանափոխանակության եւ էլի կուսակցական կենտրոնացվածության։ Հաջորդ հարցը ուղղեմ, եթե գործող սահմանադրությամբ մենք մեծամասնական ընտրակարգով ունենում ենք падգամավորներ, ապա փոփոխված սահմանադրությունը չի ենթադրում տեղերից ներկայացուցիչներ ազգային ժողովում։ Ով եւ ինչ մեխանիզմով է մարզի խնդիրները ավելի շուտ մարզի հասարակության շահերը ներկայացնելու ազգային ժողովում, այսինքն ընտրողը ում է ճանաչելու, ում է դիմելու, որտեղ է դիմելու, չգիտեմ, ինչ կերպով, ինչ մեխանիզմով։ Ոչ մի կերպ, ոչ մի ձևով չի կարողանալու դիմել ոչ մեկին։ Ինչպես եւ չգիտեմ, հիմա ձեր պրակտիկան ինչպես է, արդյոք աշխատում է։ Դա իբրև մեծամասնական ընտրակարգով ընտրված падգամավորները պետք է ունենան տեղեր, հանդիպման վայրեր իրենց ընտրողների հետ, լսել Ես գիտեմ օրենքով, իսկ պրակտիկան ինչպես է։ Պրակտիկան այնպեսին է, ինչպեսին ամբողջ հանրապետությունում։ Ամեն դեպքում սահմանադրությամբ, նախորդ սահմանադրությամբ Գիտեք ամբողջ այդ սահմանադրական նախագծի խնդիրը որն է, որ ինքը ամրագրում է երկրում գործող արարատավոր պրակտիկան։ Այսինքն այն ինչ որ եղել է առաջ սահմանադրության մեջ եւ չի կիրառվել, հիմա արդեն սահմանադրությամբ չի կիրառվել։ Մեջ գրում են, որ մեկը չի կիրառելու, արդեն չի կիրառվել, ոչ մեկից պահանջելու իրավունք այլևս չունես դա։ Տիկին Խաչատրյան, ասեմ հասարակական
ինչպես համամասնական ընտրությունների միջոցով տեղի կունենա պատգամավորների ընտրությունը, որ կուսակցությունը բնականաբար շատ շահի տոկոսային հարաբերությամբ, որ կուսակցությունը ինչ քանակի պատգամավոր պետք է ներկայացնի ազգային ժողով, ըստ այդմ ես կարծում եմ կլինեն մարզերում համապատասխանաբար տվյալ կուսակցության մարդիկ, պատգամավորներ, որոնք կզբաղվեն բնականաբար իրենց գործով, ինձ թվում է հսկողությունը ավելի մեծ կլինի եւ մեր շահերը, մեր պատգամավորները պիտի որ ներկայացնեն, որտեղ այնտեղ մի կետ էլ կար, որ պատգամավորը պետք է չզբաղվի բիզնեսով, պատգամավորը պետք է լինի իսկապես պատգամավոր։ Ես կարծում եմ մի քիչ ավելի լուրջ վերաբերմունք պետք է ցույց տան այդ հարցին, որովհետև իսկապես պատգամավորը այնքան լծված պիտի լինի աշխատանքով, ժողովրդի հետ շփումով, որ ինքը նույնիսկ ժամանակ չունենա զբաղվի այլ գործերով։ Դե նայած թե օրենքը, ես կարծում եմ, որ հիմա ավելի լավ է գործելու այդ օրենքը։ Բարի ցանկությունը, ես էլ ցանկություն ունեմ։ Որ գործի, բոլորը ցանկություն ունեն։ Եկեք մենք տեսնենք ամեն դեպքում դրականը, մենք չտեսնենք Նոր սահմանադրության 84 հոդվածի առաջին կետն ասում է յուրաքանչյուր կարիքավոր եւ տարեց մարդ օրենքին համապատասխան ունի արժանապատիվ գոյության իրավունք։ Ինչ է նշանակում այս արժանապատիվ գոյության իրավունքը, ինչն է փոխվելու սոցիալական ոլորտում արժանապատիվ գոյությունը որտեղից է սկսվում եւ որտեղ է ավարտվում։ Կա նման սահմանում, կա արդյոք քաղաքացին իր մաշկի վրա կզգա արժանապատվության առավելությունը, հա, կարող ենք ինչ որ սահմանում գտնել այդ արժանապատիվ գոյության։ Նախագծի նաև շատ սարսափելի կողմից մեկին, ըստ նաև որ կան իրավական այնպիսի ձևակերպումներ, որոնք նաև չափելի չեն, օրինակ, հանրային շահհասկացությունը, արժանապատիվ գոյություն։ Ինչ է իրենց ներկայացնում իրավաբանները, միևնույն ժամանակ բարոյականություն, քանի դեռ բարոյականություն բառն է։ Ինչ է իրանից ներկայացնում իմ համար բարոյականությունը, մի բան է, ձեզ համար մի բան է, չգիտեմ ինձ համար հանրային շահը մի բան է, հանրությունը։ Հանրային շահը բոլորիս համար նույն բանը չի լինի։ Հանրային շահը չի կարելի առանձնացնել։ Բոլորովին է այդպես չի, դուք տեսել եք իրավական ձևակերպում։ Արժանապատիվ գոյություն կարելի է ընդհանրել, որ ոնց կարող է բարոյականությունը կարող է քո համար իրոք տարբեր հասկացություն լինի, բայց հանրային շահը տարբեր սահմանումներ կարող է ունենալ։ Հյուսիսային պողոտայի մասին տեղյակ եք ընդհանրապես ինչ կատարեց Հյուսիսային պողոտայում հանրային գերակաշահի անվան ներքո։ Դա այդ մարդկանց համար հանրային շահեր իրական։ Գիտեք, տեղափոխվենք։ Եվ դուք ասում եք ձեզ բոլորի համար պիտի նույնը լինի։ Այդ պահին պետությունը չունենալով ձեզ համար արժանապատիվ գոյություն ինչ է նշանակում։ Ունենանք ազգային մտածողություն ամենակարևորը։ Քաղաքացիական դաստիարակություն, մենք այսօր կգիտակցենք մեր պետության շահերը, այսօր մենք ես փառք եմ տալի Աստծուն, որ ես ապրում եմ Հայաստանի Հանրապետությունում։ Մեր երեխաները պետք է իսկապես այնպես կրթվեն, այնպես դաստիարակվեն, որ պետության շահերը բարձր պահեն։ Հիմա մենք ունենք հասկանալի է, Ես կարող փառք տալ Աստծուն, որ ապրում եմ, չգիտեմ, Հայաստանում, որ ապրում եմ Երևանի կենտրոնում, որ ունեմ այս ինչ, բայց դա իրավական կատեգորիա չի։ Չէ, ես ուզում եմ հասկանալի լինի նաև հեռուստադիտողի համար։ Նույն հարցին ենք անդրադառնում։ Արժանապատիվ գոյություն ասելով մենք նկատի ունենք, ենթադրենք, չգիտեմ, առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամը, որ ստանում է ինչ-որ շատ փոքր մի հատ X սիմվոլիկ նպաստ, ու դա համարվում է արժանապատիվ գոյություն, եւ հիմա չգիտեմ, որ այդ նպաստը մի քիչ ավելանա կամ չգիտեմ պակասի, դա եւս կլինի արժանապատիվ գոյություն, հա, կարող ենք դա ենթադրել։ Չենք կարող ենթադրել, որովհետեւ չկան կայուն մեխանիզմներ դա անելու երկրում։ Միևնույն ժամանակ մենք տեսնում ենք, որ երկրում գնալու արտաքին պարտքը շատանում է, բյուջեն գնալով չի քաղաքագրվում, մենք արդեն տեսանք, որ 16 թվականի բյուջեում շատ մեծ խնդիրներ կան, հարկերի հետ կապված, նորից փոխվում է հարկային ունեցողություն, նորից հնարավորություն կա, երկրում տնտեսություն չի աշխատում, ինչի է աշխատում եւ արտաքին պարտքը սարսափելի ձեր է ասել։ Այսինքն այդ արժանապատիվ գոյությունը վարի կամքի դրսևորում կենացի տպավորություն է ցանկացողում։ Փոփոխված սահմանադրությամբ ազգային ժողովում պետք է լինեն ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ եւ կլինի եւս մեկ ազգային ժողովի եւս մեկ փոխխոսնակ ընդդիմադիր դաշտից։ Սա առավելություն է թե
նորից չեն կարող ոչինչ ասել, որովհետև չգիտենք նաև այդ որ ինչպես ինչ մեխանիզմներով անտրվելու դա երաշխիքային ազգային փոքրամասնության ներկայացուցիչը կարող է լինել հանրապետական կուսակցությունից եւ համարժել մեծամասնության թիվը։ Այսինքն կուսակցական պատկանելիությունը եւս է հնարավոր է։ Ոչ ոք չգիտի թե ինչպես է պատտվելու այդ ամեն ինչը։ Ես դրական եմ ընդհանրապես գտնում այն բոլոր բազմազան դրսևորումները, որոնք տեղի են այս փոքրամասնությունների ոլորտի որ ներկա լինեն եւ շատ փոքր լինեն, որտեղ որոնց դրական նախաձեռնությունները ավելի բազմազաններ են քննարկվում եւ դիտարկվում։ Իսկ ինչ նշանակում է ընդդիմության ներկայացուցիչը, ընդդիմությունը այնպես է ջախջախված երկրում այս պահին, եւ մենք չգիտենք ընդդիմությունը ինչպես է ձևավորվելու եւ ինչքանով է դա լինելու ընդդիմություն։ Եվ արդյոք լինելու է ընդդիմություն։ Թե չէ, այդ է բարի կամքի դրսևորումը, ինչպես որը լիբերացական ինչ-որ արտահայտություն է։ Լսենք ձեզ, Տիկին Խաչատրյան։ Ես լավատես եմ, չգիտեմ ինչի, լավատես եմ, որ իրոք այդ փոխոսնակի ընդդիմադիր լինելու փաստը բավականին փոփոխություն է մտցնելու յուրաքանչյուր քվեի դեպքում, այդ հարցի քննարկման դեպքում։ Շնորհակալություն, մեր հաղորդումը մոտեցավ ավարտին, շատ հետաքրքիր զրույց էր, ես կարծում եմ նաև օգտակար էր մեր հեռուստադիտողի համար։ Այո, եւ վերջին հարցը, որն ուզում եմ ուղղել ու շատ հակիրճ պատասխան եմ ակնկալում, արդյոք համապատասխան գոնե բոլոր կուսակցությունների, բոլոր ուժերի կողմից կամ չգիտեմ հենց ձեր ասած կամ չասած հասարակական կազմակերպությունների կամ ակտիվ քաղաքացիների կողմից կամ հենց հեռուստա ընկերությունների եւ այլն արդյոք համապատասխան այդ քարոզչությունը, տեղեկատվությունը տրամադրվում է քաղաքացուն, որպեսզի նա դեկտեմբերի 6-ին կարողանա կողմնորոշվել այո թե ոչ է ասելու նոր սահմանադրության։ Գիտեք, ընդհանրապես ես կհամարեի, որ ընդհանրապես հանդիսում պետք է չմասնակցել այս process-ին, որովհետև ի սկզբանե ոչ լեգիտիմ է, իրանից չբխված ենք, չի մասնակցել ընդհանրապես ձևավորմանը, որ մի հատ էլ կգնա այո կամ ոչ քվեարկի, հետո նույն այս կոչված համարական փոփոխություն կոչված, դա ամենևին համարական փոփոխություն չէ որպես այդպեսին։ 2005 թվականին մենք ունեինք իսկապես փաստաթուղթ, որտեղ գրված է նախկին այս դրույթի փոխարեն այժմ կգործի այս դրույթը, այսինչ փոփոխություն։ Մենք ունենք 250 փոփոխված կետով փաստաթուղթ, որը նոր սահմանադրություն է, արդեն իսկ անվանումը կեղծված է։ Մի քանի կետեր նոր սահմանադրություն, 3 կետ։ 3 կետ, առաջին կետը, առաջինը, երկրորդը եւ 47-րդը։ Ձեր կարծիքով հիմա սրան ինչքանով պետք է մեղադրենք, ով ինչքան պատրաստ է մասնակցելու դեկտեմբերի 6-ի քննարկությանը, ես կարծում եմ ուղղակի կլինի ամոթալի մի։ Լավ, մի բան էլ էլի կներեք, դուք ասում եք սրան, վերցնում եք սահմանադրական փոփոխություններ, ասում եք սրան։ Շատ տգեղ վերաբերմունք է։ Գործող սահմանադրություն եւ հարգել դա։ Ես չնկատեցի, եթե հանրությունը ասի սրան, ոչ, իսկապես սրան ասա։ Ձեր տեսակետն ենք։ Սահմանադրությունը հարգում եք սահմանադրությունը ժամանակի հարգանքի արժան, երբ ընդունված է հանրության կողմից։ Մենք կտեսնենք ընդունվի թե չի ոչ չի քվեարկի որևէ կերպ։ Սա դեռևս թուղթ է, որին կարող ենք մենք քվեարկել այո կամ ոչ։ Դուք միանգամից մի ասեք, հարգեք այն ինչ վերևից իջեցրել են։ Վերևից իջեցրել են վրա ցանկացածման, ես կարող եմ այն չհարգել։ կարելի է։ Ես գործող օրենսդրությունը, մայրօրենքը հարգում եմ ամենակերպ եւ բոլոր քաղաքացիական դրսևորումների ժամանակ հղում եմ կատարում գործող սահմանադրության։ Լսում ենք ձեզ, Տիկին Խաչատրյան։ Մեր քաղաքի առումով եմ ասում, մեր քաղաքում բավականին լուրջ process-ներ են ընթանում, ծանոթացնելու սահմանադրական փոփոխություններին, իսկ ինչ վերաբերում է դեկտեմբերի 6-ին առավոտյան ես իմ ընտանիքով աղջիկներս առաջ մի աղջիկս առաջի անգամ է այս տարի գնալու ընտրության, գնալու ենք եւ այո ենք ասելու, հուսամ եւ չգիտես ինչի ներքին համոզմունքս ասում է, որ շատ լավ է լինելու, ժողովուրդ գնացեք ընտրություններին։ Հանրությունը ինքը կորոշի դեմ է արտահայտվում, թե կողմ է արտահայտվում փոփոխված սահմանադրությանը, բայց ես կարծում եմ, որ ամենակարևորը ակտիվ մասնակցությունն է այս դեպքում հանրության։ Մինչև դեկտեմբերի 6-ը դեռ ժամանակ կա, կարծում եմ հետաքրքրված քաղաքացին կշարունակի իր հետաքրքրությունները լրացնել եւ փոփոխություններին ծանոթանալ եւ շնորհակալություն եմ հայտնում ձեզ հյուրընկալվելու եւ հետաքրքիր զրույցի համար։ Քաղաքացին պիտի չլիներ, ամեն քաղաքացուն վերաբերող բան է սա։ Սա ընդհանրապես կուսակցության ընտրություն չի։ Սա մեր հանրային պայմանագիրն է, բոլորը պիտի հետաքրքրեն։ Բոլորը պիտի արդեն տեղեկացված լինեին, բոլորը արդեն պետք է տիրապետեին փոփոխություններին, դա անհերքելի է,
փաստ է, սակայն այս պահի դրությամբ մնում է ասել ակտիվ մասնակցությունն ամենակարևորն է։ Դեկտեմբերի 6-ին անկախ ձեր որոշումից արտահայտեք ձեր դիրքորոշումը։ Շնորհակալություն եւս մեկ անգամ ձեզ հյուրընկալվելու համար եւ հետաքրքիր զրույց անցկացնելու համար։ Ցտեսություն։